Այսօր մենք բարգեւատրում ենք երեխաներին մեր Սայաթ-Նովա երկու ստուդիային, որը գործում է Նոսմինդայի մշակույթի կենտրոնի շրջանակներում եւ երկար տարիներ ունի իր հաջողությունները եւ դա արդեն ամեն տարի համալրվում է։ Եվ իհարկե բոլորը չէ որ կարող են ունենալ այդ տաղանդը, որպեսզի կարողանան մեզ ուրախացնել երկարվեստը, պարը կամ ինչ-որ ասմունքը, բայց դե որ ունենք մենք բավականին լավ։ Հոկտեմբերի 26-ին Սայաթ-Նովա աշխուղական երգի համույթը երկուսույց Հայաստան Իսպիրյանի ղեկավարությամբ մասնակցեց Թբիլիսիի մուզեում մշակույթի տանը կայացած «Ես սիրում եմ Վրաստանը» երգի փառատոնին։ Փառատոնին մասնակցել են 12 աշակերտ, որոնցից 4-ը՝ Մանուկ Իրիցյանը, Արդակ Շիրինյանը, Վարդգես Չապանյանը եւ Լուսինե Եղոյանը արժանացել են Գրանպրի մրցանակի։ Ամսու 26-ին մասնակցեցինք «Ես սիրում եմ Վրաստանը» փառատոնը ու շատ մեծ մրցանակներով, հաղթանակներով եկանք, ողջունելի է, շնորհակալ եմ երեխոցս որ իրանք արդարացուցին իրանց, ունեցել ենք պարգևատրում է երեխոցը եւ մեդալները, եւ դիպլոմները, գրանպրիները ու առաջի անգամ է որ նորից կնշեմ որ գրանպրի ունենք, ես շնորհակալ եմ այն երեխոցը, որոնք իրանց արդարացուցին, այսօր մեզի հաբարդությամբ մենք այսօր ներկայացնենք իրար, ինչ վերաբերվի գշականաշանին, իմ մեդալին, ինձ պարգևադրածին, էդիկ արդեն համերգային ծրագրով հրավիրենք բոլորին, ներկա կլինին եւ հատուկ մրցանակը կընդունեմ ես։ Շատ շնորհակալություն եւ ձեզնեն, որ դուք այսօր միշտ մեզի հետ եք։ Համույթի մի շարք սաներ եւս պարգևադրվել են մեդալներով եւ գավաթներով, ցուցաբերած բարձր վոկալային եւ բեմական պատրաստվածության համար։ Համույթի ղեկավար Հայաստան Իսպիրյանը նույնպես արժանացել է բարձր պարգևի արվեստների ալմադարի շքանշանի, որը շնորհվել է նրան հաջողակ ստեղծագործական գործունեության եւ Վրաստանի հայ մշակույթի ու արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Ես Հրանուշ Եղոյանն եմ, Լուսինե Եղոյանի մաման։ Իմ աղջիկս առել է Գրանպրի, շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ Հայաստան Իսպիրյանին, որ ինքը վստահաբար մեր դաղոցը կողքին է ու առաջ կտանի մեր դաղոցը։ Շատ շնորհակալություն ընկեր Իսպիրյանից։ Այս կարևոր օրը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ հայ երիտասարդներն իրենց տաղանդով, նվիրումով եւ սիրով շարունակում են վառ պահել ազգային երգի ու մշակույթի կրակը։